3 մարտի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, թե իբր հայկական կողմը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ, սակայն պարզվեց, որ դա ապատեղեկատվություն է։ Արմնուրեմ այս մասին հարցախույզի միջոցով քաղաքացիներից փորձեց պարզել, թե ինչ են կարծում, ինչի համար են նման տեղեկությունները եւ արդյոք հնարավոր է այս ֆոնին ասել ինչ-որ ռազմական գործողությունների։ Ոչ մի բանի, հանուն ոչնչի, ոնց որ իրենք են ասում, կներեք։ Սրանց անունը չեմ ուզում լսեմ, հենց այդպես էլ ցույց տվեք։ Գովաշի չի ուզում այդ խաղը, մեզ էլ ոչ, ես համարում եմ, որ այդ պայմանագիր չի, սխալ բաներ անում մեր վաղը։ Չեմ լսել ճիշտ ասած նորություններով, որ կրակոցներ ա եղել ու Ադրբեջանի ապատեղեկատվության վերաբերյալ չեմ կարծում։ Հերթական երևի սադրանքն է կամ չգիտեմ, փորձում են ինչ-որ այդպես լարում ստեղծեն արհեստականորեն։ Իսկ խաղաղության պայմանագրի ֆոնին ըստ ձեզ ինչու են նման լարումներ փորձում ստեղծել։ Չգիտեմ, չեմ կարող ասել, չեմ անում, ճիշտ ասած չեմ կարող ասել։ Իսկ դուք խաղաղության պայմանագրին հավատում եք, թե ոչ, արդյոք հնարավոր է խաղաղություն։ Հավատում եմ, որ կլինի, որովհետև ինչին ունի սկիզբ, նրան ունի նաև ավարտ ու մշտական պատերազմներ չեն լինում, ճիշտ է, երկարատև լինում են, բայց ի վերջո միշտ հանգում են նրան, որ լինում է խաղաղություն կամ որևէ հանգուցալուծում, որ այլևս չլինի պատերազմ, թեկուզ կրակոցներ կամ թշնամական վերաբերմունք լինի, բայց սառեցված, որ այլևս կրակոցներ չլինեն ու մարդկային զոհեր չլինեն։ Այսինքն այդ ամեն ինչը սառեցվի եւ կոնֆլիկտը կամ սառեցվի երկարատև կամ խաղաղությամբ լուծվի, պատմությունն է դա ապացույց։ Գիտեք, դժվար ասել։ Ընդհանրապես ես խաղաղության պայմանագրի վերաբերյալ մի քիչ սեփական կարծիքս ունեմ, որովհետև պետք է ինձ թվում է շատ ստույգ ամրացվի Արցախի հարցը, էլի, որովհետև չգիտենք այդ խաղաղության պայմանագրից հետո ոնց է դասավորվելու հետագա գործողությունները, էլի։ Իսկ ինչ եք կարծում, հնարավոր է, որ նման հայտարարություններով պատրաստվում են նոր ինչ-որ ռազմական գործողությունների։ Գիտեք, չեմ կարծում, իմ կարծիքով այսօրվա վիճակում տենց բան չի լինի։ Հնարավոր է ինչ-որ սեփական ինչ-որ մտահղացումներ, ինչ-որ հարցեր ունի Ադրբեջանը, էլի, որովհետև գիտեք, խնդիրներ ամեն տեղ կան, էլի։ Մեր մոտ էլ շատ խառը ծանր վիճակ էր, չգիտենք ինչով է վերջանալու։ Հավանաբար ինչ-որ խնդիրներ ընդեղ էլ կան, որովհետև գնալով մեկուսանում է, գնալով Ռուսաստանի հետ է իր կապերը ամրացնում, դրա վերջը ինչ է ալնելու դժվար է ասել, էլի։ Չեմ նայել ճիշտ ասած վերջի հայտարարությունները, բայց միշտ նույն պատճառներն է։ Շաբաթաժ անելու։ Իսկ ինչ եք կարծում, հնարավոր է նոր ռազմական գործողություններ լինեն նման հայտարարությունների ֆոնին։ Չեմ կարծում, ինձ թվում է ձգձգելու համար անդամ։ Ինձ թվում է ոչ մի պայմանագիր չի լինելու, սա պրովոկացիան է։ Այդ իմ կարծիքն է։ Իսկ ինչ-որ ռազմական գործողություններ։ Սա լավ տենում են հասկանում, որ Հայաստանը չի կարող առաջինը կրակ բաց։ Յուրաքանչյուր գիտակից մարդ է դա տեսնում։ Իսկ այս հայտարարությունների ֆոնին ինչ-որ ռազմական գործողությունների կարելի է սպասել, թե ոչ, ինչ եք կարծում։ Շատ հնարավոր է, բայց հենց այնպես չեն անում այդ ամեն ինչը։ Բնականաբար կարա եւ լինի ռազմական գործողություններ։ Չի բացառվում։ Վերջապես պետք է վերացնել այս խոսակցությունը, 4 հոգու պետք է հավաքել իրար որոշել ինչ անեն, որ բրծնել այս հայկական դժբախտությունը։ Իսկ ըստ ձեզ այս հայտարարությունների ֆոնին ինչ-որ ռազմական գործողություններ կլինեն, թե ոչ։ Գիտեք, ինչ կա, դա չի կարելի ասել, ոչ ոք չգիտի դրա մասին, թե ինչ կմտածի ադրբեջանցին, որտեվ ինքը մի քիչ ուրիշ ձևի անձնավորություն է, իր պապային է քաշել։ Պապան այնտեղ սովետի վաղ կոմիտեի նախագահն էր KGB-ի։ Նենց որ չեմ կարող ասեմ, ինչ կմտածեն։ Իսկ դուք խաղաղության պայմանագրին հավատում եք։ Ես չեմ էլ տեսել այդ ինչ բան հնարավոր։ Շատ կցանկանայի, բայց չեմ հավատում։